Համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձարկության մասին օրենքի կազմակերպվել է այս լսումները, որտեղ բոլոր նախագծերը պարտադիր պետք է անցնի հասարակական լսում, հաշվի առնի հասարակայնության կարծիքը։ Իսկ կոնկրետ այս հարցի համար ես ասեմ, որ 2006 թվականին հանքը ստացել է դրական փորձաքննական եզրակացություն։ Այն ժամանակ արտադրողականությունը 3 անգամ գերազանցում էր այժմյան նախագծով նախատեսված արտադրողականության, այսինքն հանքը ոչ թե ընդլայնում է նախատեսում, այլ ընդհակառակը նվազեցում եւ որպես նվազեցման նախագիծը ներկայացվել փորձաքննության։ Նախագծի ուրեմն ձեզ հետաքրքրող հիմնական մասը այնա որ բնապահպանական մասն է, որը նախագծում կա։ Այո, բնապահպանական մասը նախագծի։ Նախագծի բնապահպանական մասը կա։ Մենք կարելի է ասել, որ հիմնականում օդային ավազանը չենք հատոտում, որ առաջացող փոշին մենք այդ ճանապարհները միշտ ունենք ջրցան մեքենա եւ հիմնական մասը էլի բարդման ժամանակ կարելի ասել, որ մեր մոտ այդ խնդիրները բոլորը լուծված են։ Ջրի մաքրման խնդրեմ հիմնականում կարելի ասել չկա, չնայած մենք առանձին տեղերում կազմակերպում ենք հորեր ենք անցկացնում, որ ասենք այդ ջուրը անձրևաջրերը գլցվում են, այդ հորերը մաքրվում են։ Սևանի հանրահավաքի դիտողություններ չկան, հիմնականում դրական փորձաքննական եզրակացություն ենք ստացել, նկատի ունենալով, որ նախկինում աշխատող հանք է եղել եւ հիմա նվազեցնում է արտադրողականությունը, այնտեղ առանձնապես դիտողություններ չեն ներկայացվել, ես կարող եմ դրա սերուցը ձեզ տալ։ Այո, դուրս բան, ուղղակի քննարկման է դա պետք է։ Ես դա բանավոր ձեզ ներկայացնում եմ։ Բացի փորձագետներ չկան, մենք հրավիրել ենք գյուղացիներին, չէ՞, որ լսենք, մեր շահագործումը, մեր հանքի շահագործումը հաստատվել ձեզ կներկայացնենք։ Մենք մի րոպե Ջորխան, մենք հավաքվել ենք ինչի համար, որ տեսնենք մեր հանքը ոնց է շահագործվում եւ գյուղացիները իրենց կարծիքը արտահայտեն, մնացող փաստաթղթերը, որ ձեզ հետաքրում է, մենք ձեզ կներկայացնենք։ Հիմա լսենք այս մարդկանց, որ մենք եկել ենք, տեսնենք մարդիկ ինչ հարցեր ունեն։ Ես ձեզ ասեմ, որ հանքի հետ կապված սկզբից, իհարկե դա մի 5-6-7 տարի առաջ կային խնդիրներ, ոչ ճիշտ շահագործման հետ, բայց այս տարիների ընթացքում դե գիտեք ինչ, ասենք թե ոչ ճիշտ հանքի պլանավորումը, ասենք այդ հանած այդ հումքը տեղափոխելը, դասավորելը, անվտանգ շահագործելը տեխնիկայի տեսակետից, դա զուտ տեխնիկական խնդիրներ կապված շահագործման հետ, ոչ թե էկոլոգիայի հետ կապված։ Հիմա նույնիսկ որ նայեք լրիվ ասենք թե կոնֆիգուրացիային հանքի եւ ընդհանուր բանը արդեն լրիվ անվտանգ շահագործման պայմաններին համապատասխանում է։ Կրակարը տեղափոխում ենք հիմնական մեծ կտորներով եւ նույնպես բարձում ենք երկաթգծի փաստորեն այդ վագոնները։ Այսինքն ստեղ ջախման խնդիրը շատ քիչ է, չնայած դրա գնկանել է աշխատում, դրա համար լրացուցիչ փոշի չի առաջանում։ Նո հիմնական հարցը իհարկե ասեցինք, որ էկոլոգիայի հետ կապված առանձնապես այտենց լուրջ բաներ չունենք։ Դե գիտեք, որ հանրապետության համար ինչքան կարևոր է ցեմենտի արտադրությունը, շինարարություն եւ այլը, մենք այս հանքավայրի հետ առանձնապես տենց լուրջ խնդիրներ չենք ունեցել, որովհետև այստեղ պայթուցիկ աշխատանքներ չի կատարվում, որը շատ կարևոր է, այսինքն բաց եղանակով է կատարվում, հումքի հանումը տեղափոխումը։ Ունենք ստեղծված նորմալ պայմաններ, ճանապարհ, գյուղի մեջ չի էտել կարևոր դեր ունի, որտեղ գյուղից մի քիչ հեռու է։ Պարզապես այսքան տարի շահագործման հետ կապված խնդրեմ չի եղել եւ մենք շատ շնորհակալ ենք գյուղապետարանին, որտեղ ցանկացած Շուշանյան Կարենը ցանկացած հարցում մեզ աջակցել է, մենք էլ փորձել ենք գյուղի զարգացման մասնակցենք, աշխատատեղ ապահովենք գյուղի համար եւ այլն, այսինքն մեր հնարավորությունները օգտագործել ենք, որ կարողանանք գյուղի համար օգտակար լինենք։ Մենք այսօր սահմանափակված ենք մեր ներքին շուկայով եւ մենք արտահանման խնդրեմ ունենք, ասենք ցեմենտը չենք կարող արտահանենք,
որովհետև գիտեք Հայաստանը երկաթգիծ չունի դուրս հանելու, մենք Վրաստանի տարածքով տեղափոխ միջև Վրաստան երկաթգիծ, հետո միջև ծովային տեղափոխում եւ քանի որ երկաթգծի տարիֆները բավականին թանկացավ, անքանիքը շահագործումներ իջավ։ Մենք շատ չենք շահագործում, դուք բոլորդ տեսնում եք, որ տարին մի եթե վարահանումյանից աշխատում, հունքը մի 3 ամիս ենք տեղափոխում։ Ուրեմն այդքան բան, որ ես ուզում եմ, որ դուք իմանաք, եթե ձեր կողմից հարցեր կլինի, դուք իհարկե կտաք մեր հնարավորին սահմաններով, մենք փորձենք պատասխանենք եւ տեսնենք ինչ խնդիրներ ունեք դուք, որը կապված են մեր հանքի շահագործման հետ։ Հիմա մենք տեսնենք ժողովուրդը ինչ կասի։ Այդ դրանից ելնելով մենք շարունակենք հետո կարող է կան լուրջ խնդիրներ, որ մենք մարդկանց չենք լսել, չգիտենք։ Նույնիսկ էկոլոգիայի կամ չգիտեմ, թող այս գյուղացին ասի, հանքի շահագործման հետ կապված կան խնդիրներ, որը ձեզ խանգարում են։ Ասինքն այո, թող գյուղապետը ասի, որը երկար տարիներ մենք իր հետ աշխատում ենք, կան Եթե կան դիտողություններ, լսենք։ Ես կարող եմ հարց տալ։ Իհարկե կարող եք։ Այսօր հայտարարված է մասնագիտական լսումներ։ Գյուղը ընդհանրապես չէ, ճիշտ եմ ասում, մասնագիտական Այս լսումները առաջի լսումներն են, այսինքն նախագծային փաստաթղթերի լսումներն են, որտեղ ազգի համայնքի կարծիքը բնականաբար եւ բոլորի կարծիքը պետք է հաշվի առնի։ Մեր մոտ աղտոտվածություն չկա։ Մաքուր հանք է, մաքուր հանք։ Ուղղակի մեր համար ամենավատը նա է, որ այս պայն հանքը չի աշխատում։ Ու դժվարությունները մեծ խնդիր առաջացնում այս ժողովրդի վրա։ Ես մի քիչ առաջ ասացի, որ մոտ 43 աշխատատեղ ունենք Միկայում, միտեղ որ արդյունաբերությունը գործում, այդ երկիրը, այդ համայնքը հզոր կլի, այդ պետությունը կհզորը, հակապետ ցեմենտ։ Ցեմենտը դա ամրություն է, ցեմենտը դա տուն սարքել է, ցեմենտը հեռու մեզանից գերեզման փոխել է ու շարժանել եւ այլն։ Չեն քանդում, սարքում են, ցեմենտ են գարդադրում։ Ես իմ շնորհակալությունը հայտնում եմ բոլոր համագյուղացիներին, որ մենք միասնական լուրջ աշխատում ենք իշավ մեր ժողովրդի, իշավ մեր հանրության։ Այսօր ել եմ շեշտում, բնա խնդիր չունենք, բնա այդ էկոլոգիապես, որ ասենք աղտոտվում է, ես իմ ջրերը արտանետում կամ ծովն է դառնում, թե բաներ չկա։ Միայն ամռվա սեզոնում որոշակի որ փոշին շատ է լինում, ջրչան մեքենով ջրում են, որը ժամանակից ուտել չի ջրվում, եթե պակաս լինում է, մենք խնդրում ենք ղեկավարներին, մանավանդ հանքի աշխատողներին, որ կազմակերպեն ջրեն փոշի չբարձրանա։ Ճանապարհները գյուղից դուրս ճանապարհով եշնում Սարամազով, ստում դրապիլ կա, բացում են վագոններով տեղափոխում չի Վրաստան հենկացնում են։ Կարող եմ հարց տալ։ Պարոն գյուղապետ, մենք երբ որ ձեզ հարցրել ենք մի քիչ առաջ, ասացիք, որ դուք ինչ-որ գրություն եք ուղարկել բնապահպանության նախարարության պրոյեկտի հետ վերաբերյալ։ Այսինքն, եթե հասարակական լսում չի եղել, ապա դա գրությունը, իսկ եթե հասարակական այսօր առաջի հասարակական լսումը, դուք եւ գյուղացիները, որ նորմալ քննարկեն այդ պրոյեկտը, ընդհանրապես ծանոթ են պրոյեկտի հետ, որովհետեւ մենք որ հարցրեցինք ձեզ, խնդրում եք մեզ տրամադրել պրոյեկտը, դուք ասացիք, որ դուք չունեք։ Մենք չունենք պրոյեկտը, մենք քննարկել ենք դա, ուղարկել ենք։ Ինչ է քննարկել եք։ Այս նույն հարցն ենք քննարկել, էկոլոգիայի հարց, նույն հարց։ Մենք գյուղապետը ստացել ենք գրություն, որտեղ գրված է, որ քննարկվել է նախագիծը եւ միաձայն համայնքը տալիս է իր համաձայնությունը։ Մենք գրավոր գրեցինք, որ մենք համատեղ պետք է լսումներ կազմակերպենք համաձայն օրենքի եւ այդ գրությունը մեզ բնականաբար չի բավարարում, որտեղ օրենքը ունի պահանջներ։ Իմ հարցը սա է. Ինչ պրոյեկտ եք դուք քննարկել, եթե դուք այդ պրոյեկտը չունեք, եւ գյուղապետարանում այդ պրոյեկտը չկա։ Ինգա, գնեք։ Էսի արդեն երրորդ քննարկումն է։ Ես ձեզ Ասեցին առաջինը։ Չէ, 2006 մենք 2006 թվականից 98 հանք շահագործում է 95 թվականից։ Դուք պատկանում հանք շահագործում 95 թվականից, հիմա դուք ուզում եք ասեք, որ պրոյեկտը Ես ոչ մի բան չեմ ուզում։ Թե հին քննարկում, այո, քննարկում։ Ինչ քննարկում է։ Այո, քննարկում է։ Սարքաներով է հանգիստ։ Գիտեք ինչ, մերոպ ես ասեմ, քանի որ այդ շատ վաղուց է հանքը շահագործում եւ ծավալների աճ չկա, ընդհակառակը ծավալների նվազումը եւ մենք ստեղ լուրջ ձևափոխություններ չենք արել, ասինքն նոր հանքավայր չենք ստեղծել, նոր տեղ չենք բացել, ասենք նոր տեղամասեր, նոր սարքավորումներ չենք տեղադրել, առանձնապես
ամեն անգամ նույն բանն է քննարկվում, ասինքն գյուղացուն կոնկրետ ինչ է հետաքրում, դուք ասում եք մասնագիտական քննարկում, չէ մի րոպե, գյուղացին գիտե այնքան նա փորձագետ չի, ստեղ նստած են մարդիկ, ովքեր իրանց ինչ է հետաքրում, թե հանքի շահագործումը իրանց վնաս է տալի, թե չէ, հիմա այս մարդը, այս կինը փորձագետ է, որ ձեզ սկսի տեխնիկական ինչ որ խնդիրներ դնի կամ ինչ, Բա ինչ ասի ինքը ասենք թե իրան վնասում է թե չէ, որտեղից իմանա։ Տեսողական, հա, փոշի բարձրանում է Չէ, թե մի չէ։ րոպե, լսեք, ասինքն գյուղացուն ինչ պետք է հետաքրքրի, փոշի կա թե չէ, այդ փոշին իրան վնաս է տալի թե չէ, ասինքն տեխնիկան որ աշխատում է, չգիտեմ, վտանգավոր է իրանց համար թե չէ, մենք գյուղացու ջուրը կեղտոտում ենք թե չէ, ճանապարհը քանդում ենք թե չէ, գյուղացու համար ի՞նչն է վտանգավոր։ Դրա համար էքսպերտ է պետք բերել, որը որ բացատրի ձեր նախագիծը եւ ասի ինչա իրանց վնասելու։ Իհարկե, դուք չեք բացատրել, դուք ասում եք ձեզ համար շատ լավ է դա։ Աշխատատեղ է, էսա, բայց վնասները դուք չեք ասում, չէ՞։ Մենք ամեն տարի նույն բանը անում ենք։ Բայց ասում եք վնասները։ Վնասները ինչ վնասների Չգիտեմ, ռիսկային բաները ասում եք։ Ռիսկային բանը ո՞րն է։ Ռիսկայինը ո՞րն է։ Ճանապարհը գյուղից դուրս է շահագործում, գնանք նայենք, ահագին գյուղից դուրս, տեխնիկան գյուղից դուրս է աշխատում, դրաբիլկան գյուղից դուրս է աշխատում, տարին ընդամենը 3 ամիս է աշխատում, փոշի չի արտանետում, ասինքն գյուղի համար վնասը ո՞րն է, որ ես բացատրեմ մարդկանց։ Ես պատրաստ եմ ներկայացնեմ։ Խնդիրը ես ենթադրենք Արտանիշ գյուղի բնակիչ եմ, ենթադրում ենք, ես Արտանիշ գյուղի բնակիչ եմ, 3 Մոսկվայից իջել եմ ստեղ, տեսել եմ որ ես լսումներ ա լինում, ես բան եմ պատմում, ինչ որ թեորետիկ բան։ Եկել եմ ուզում եմ ծանոթանամ նախագծին։ Եկել եմ մտել եմ գյուղապետի մոտ ժամը 12-ին 10 պակաս, ասում եմ գյուղապետ ջան, այսօր լսումներ ա, նախագիծը դուր որպես բնակիչ, դաժե եթե Արտանիշի չեմ, Հայաստանում ուզում եմ ծանոթանամ նախագծին։ Գյուղապետը ինձ չի տալիս նախագիծը, որտեղ չունի։ Ես ոնց ծանոթանամ նախագծին, հարցը դրանում էր ընդհանրապես։ Մինչև այս նախագծին չտարվանամ որպես մարդ, հա, կարող չի գյուղացի եմ, քաղաքացի եմ, թե որտեղից եմ։ Ես չեմ կարող ասեմ նախագծում ինչ է գրված ու ինչ կլինի։ Կապ չունի որ ինքը 83 թվականից աշխատում է ենթադրենք։ Կարող հիմա նախագծում գրված անենց բան, որ ինձ շատ մեծ վնաս կարող է բերի, կարող է շատ մեծ օգուտ բերի, բայց ես մինչև չկարտամ այդ նախագիծը, ոնց կարամ ասել այն եզրակացություն։ Դրանից ես հիմա ենթադրում եմ, որ ես չունեմ այդ հնարավորությունը այս պահին ծանոթանալու այդ նախագծին որպես ուղղակի քաղաքացի կամ գյուղացի կամ Հայաստանի բնակիչ, դա մեջ չեմ կարող կարծիք հայտնեմ այդ նախագծի վերաբերյալ։ Ու նույնն էլ գյուղացին իհարկե կարող հայտնի կարծիք, որտեղ տեսել է ոնց է աշխատում։ Բայց ես հետադեն չեմ տեսել, հիմա եմ եկել տեսել, ուզում եմ իմանամ։ Տեսել եք կոմպյուտերի ձեր առաջ մեկ կայքը կասենք, նախագիծը կայքը կասենք որտեղ է, մտեք կներեք, ուրեմն բնակության նախագծության կայքում նախագիծը դրված չի։ Դրված է, եթե ուրիշ տեղ է դրված, այնտեղ չի կարա դրված լինի բնապահպանական փորձարկության մասը։ Եթե կայքում դրված չի բնապահպանության նախարարության, ուրեմն ես չէի կարա իրան գտնել ոչ մի տեղից։ Դաման եկել եմ գյուղապետի մոտ էլ չկա, որտեղ օրենքով ասում գյուղապետի մոտ դիլներ այդ նախագիծը տպած դրված, որ գյուղացիներն ծանոթանային, ցանկացած մարդը ծանոթանային, ընդհանրապես այդ է հարցը, այստեղ ուրիշ հարց չկա։ Իհարկե կարող ենք ոչ մի վնաս չի տալիս կամ ոչ մի օգուտ չի տալիս։ Հարցը այդ լավ չենք քննարկում ընդհանրապես։ Հաստատ մենք նախագծին չկարողացանք ծանոթանալ, այդ անօթանալ։ Հիմա որ քանի որ չենք ծանոթացել, կամ ինչ որ մեկը պետք է մեզ ներկայացնի, կամ էլ գյուղացիներին ներկայացնի։ Ենթադրենք, եթե ենթադրում է բնապահպանական մասը եւ ուրեմն նաեւ սոցիալական մասը, որտեղ այդ հետարկում գյուղացիներին, կամ պետք է ներկայացվի, կամ պետք է լինի այդ նախագիծը, որ ծանոթանանք, նոր քննարկենք։ Մի եթե կարակ ներկայացնեք, խնդիր չկա, ներկայացնեք, թող գյուղացիք։ Մի րոպե, ես մենք իրար հասկանանք, էլի, դուք ուզում եք ինչ լսեք այսօր։ Ես գյուղացիները նստած են ստեղ։ Ես եմ գյուղացի։ Չէ, մի րոպե, նախ դուք գյուղացի չեք, եկեք տեղից խոսենք, դուք մի քիչ ուրիշ ձև եք հարցը մոտենում, եկեք հասկանանք։ Գյուղացիները 15-ից 15 տարուց ավել հանքի շահագործումը տեսնում են։ Դուք ուզում եք, որ այսօր գյուղացից ինչ լսեք։ Ես չեմ ուզում գյուղացից Այս մարդիկ տեսել են, իրանց վնասը օգուտը տեսել են։ Հարցրեք, թող մարդիկ պատմեն ձեզ։ Ինչ է մենք խոսենք ուրեմն օրենքով եք խոսում, հա։ Օրենքով խոսենք։ Եկեք խոսենք օրենքով։ Ես չեմ ուզում օրենքով խոսել, բայց ստիպված պետք է խոսեմ օրենքով։ Օրենքով խոսենք։ Ուրեմն նայեք, այս օրենքի ուրեմն շրջակա միջավայրի վրա փորձարկության մասին օրենքի համաձայն, ուրեմն դուք որպես նախաձեռնող եւ գյուղապետը որպես նախաձեռնող պարտավոր են կազմել հասարակական ուսումներ։ Հասարակական ուսումները կազմակերպելու համար դուք պետք է հնարավորություն տաք մարդկանց ծանոթանալու նախագծին։ Ես գյուղացի չեմ, թե քաղաքացի եմ, այդ ոչ մի կապ չունի։ Ես մարդ եմ, որին հետաքրքրել է այս ենթադրենք նախագիծը, եկել եմ ուզում եմ ծանոթանամ նախագծին ընդհանրապես, ոչ մի կարծիք չեմ ուզում ասեմ, ուզում եմ ծանոթանամ։ Ես չունեմ այդ հնարավորությունը ծանոթանալու։
Դուք ունեք, բայց գյուղացին ուներ, մենք գյուղապետը։ Ես իմ մասին եմ խոսում։ Հիմա այս պահին չկա ստեղ։ Բա հիմա ինչ եք անում հիմա։ Հիմա ինչ եք քննարկում։ Հիմա նախագծի հիմնական դրույթները ներկայացրեց գլխավոր ինժեները։ Հիմա ես կարամ մի հատ 50 հատ հարց տամ։ Տվեք հարցերը։ Ուրեմն դու պարզատի 50 հարցի Այո, պատասխան։ հարց ունեք, տվեք։ Հիմա կոնկրետ այս պահին նախագիծը կայքի վրա է եղել, մենք այսօր չենք վերցրել մեր հետ։ Հիմա դուք հարցերը տվեք, լսեք։ Նախագիծ իրան ինչին է պետք որ տեսնի։ Չէ, ինչին է պետք որ տեսնի, դուք ասեք որ գյուղացին նախագիծը կարդալու է տեսնի։ Գուցե մեկ փորձականության ներկայացուցիչ Մի րոպե ասում եմ, համաձայն օրենքի փաստաթղթերը իրոք ազգային համայնքին տրամադրվում են համաձայն օրենքի, բայց ընդհանուր գրված է գործունեության վերաբերյալ կարծիքները կարող են տալ, այսինքն դա փաստաթղթեր ուսումնասիրելով կլինի, թե ներկայացնելով կլինի, արդյունքում իրանք տալու են գործունեության վերաբերյալ իրանք կարծիքը եւ համայնքը եւ գյուղացիները եւ բոլորը։ Դե հիմա գյուղապետը ներկայացրել է դա, պարտադիր գյուղացին ինքը կարդը, մարդը Դա արդեն ամեն մեկի ցանկությունն է, ով ցանկանում է, բանավորը լսում է դա Տիկին հասկանում, հիմա մենք բոլորս էլ, չեմ ասում նախորդ, հիմա մենք բոլորս էլ ստեղ հավաքվել ենք։ Մենք հիմա կարող ենք գյուղում, գյուղապետարանում ծանոթանալ այդ պրոյեկտին։ Կարող ենք թե ոչ։ Ինչ-որ մեկը հիմա տիկին ինգա դուք անընդհատ նույն բանն եք ասում, մենք տվել ենք ծանոթացել են, հետ է վերադարձրել մեզ։ Եթե ձեզ հետաքրքիր է, այս պահին այդ մարդը չունի, անընդհատ նույն հարցը տալիս եք։ Մարդիկ կարդացել են, ներկայացրել են, քննարկել են։ Եթե ձեզ կոնկրետ հետաքրքիր է, այդ կոնկրետ Կողալա դուք էլ շնորհակալություն հայտնեք, ապրեկագրեք, սաղլեք, որ ուզում եք աշխատեք, ինչի ոնց անք շնացնենք եկել եք ստե ֆոկուս մոկուս եք անում։ Կարել է, չէ՞, մի քիչ ամբողջություն չանեք։ Ինչ եք վերցնում ֆունդամենտը այդ նախագիծը։ Ես նախագիծ չեմ ուզում, ես կարդում եմ օրենքը, ես մարդ եմ, տարվա նախագիծ։ Դու շորտ ուզում 100 տարվա նախագիծ, բան չեք նորից ներկայացրել, ինչ անեմ։ Նորից ենք ներկայացնել, կարող նորից ներկայացնել, նորից ենք պրոյեկտ տարել։ Լավ է կարել։ Քչացրել ենք արտադրությունը։ Լավ է կարել։ Բագաստրել ենք արտադրությունը։ Դե րոպե, եթե տեղից սկսենք, թույլ տվեք ես իմ կարծիքը ասեմ, թե ես ինչի եմ այդ պրոյեկտը արել, որը պիտի չանեի։ Ես լիցենզիա ունեի 25 տարվա համար։ Արդեն երրորդ լիցենզիան է, 25 տարով տալիս են, 2 տարի հետո հեչ են անում։ Կարող եք բացատրել ինչի հետ է դա կապված։ Դիմեք կառավարությանը։ Դե հիմա տներես, ես ներկայացրել եմ իմ ազգային ժողովել եմ ներկայացրել, թե ինչի ամեն անգամ ես պիտի իմ գումարներս տամ, չգիտեմ ինչի համար։ Այդ գումարները փոխարեն կներես, ես բերեմ դնեմ հանքի վրա, դնեմ գործարանի վրա, օգնեմ այս մարդկանց, ես չգիտեմ ինչի համար փոխանցում, ինչի համար։ Պրոյեկտը գիտեք երբ են անում, երբ որ լուրջ ձևափոխումներ ա լինում։ Եթե իմ մոտ պրոյեկտ անելու ոչ մի բան չկար, никаких предпосылок не было для нового проекта. Зачем я должна была делать новый проект? Вы меня извините. Что изменилось? Դե մեր օրենքներն ա տենց կներեք, մեր օրենքները կներես, ես չգիտեմ ինչ մարդիկ են այդ օրենքները մշակում, Ումոր ընտրել են, հաստատում, դե հիմա մենակ ես չեմ ընտրել, դուք էլ եք ընտրել։ Դե ընտրել եք, հիմա ես ձեզ հարց եմ տալի, որպես եկել եք ստեղ բոլորս լուրջ մարդիկ ենք, ժամանակ էլ չունենք։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, նոր պրոյեկտը երբ են անում։ Եթե ինչ-որ փոփոխություններ կա, եթե ես հանքավայրը փոխում եմ, եթե ես ծավալները ավելացնում եմ, եթե իմ մոտ ոչ մի բան չկա, ամեն ինչը նվազել է, գործարաններ կներեք, իր հզորությունից երևի 30%-ն էլ չի աշխատում, ինչն է հանդիսացել, չգիտեմ, նոր պրոյեկտի համար, հիմա, քանի որ այդ նոր պրոյեկտը առանձնապես ոչ մի բան չի նախատեսում, ասինքն ոչ մի նորություններ մեջը չկա, ուղղակի, ինչ որ մեր մարդիկ ազգային ժողովում են, թե որտեղ են, մշակել են թազաձև, մշակել են, ես 3 լիցենզիա ունեի, 10 տարում 3 լիցենզիա եմ հանել, ամեն մեկը քանի տարով, 25 տարով, ճիշտ է թե չէ։ Բայց այդ 25 տարին երբ անցավ։ Քանի որ լուրջ բան չկա, այդ պրոյեկտները անընդհատ ստեղվել է, գյուղապետներ մի տարի չի գյուղապետ, լրիվ ծանոթ է։ Հիմա կոնկրետ եթե այս պահին այդ փաստաթուղթը ստեղ չի, դուք նայեք քթեք տեղ։ Հիմա մարդիկ տեղյակ են, մարդիկ ծանոթացել են, այս պահին դու ասում ես դու կարդացել ես, կարող է կինը չի կարդացել, բայց այդ կնոջը ներկայացրել են ինչա դա։ Հիմա ամեն մարդ, գյուղը կներեք 300 մարդ կա, 300 մարդը պիտի վերցնի կարդա դա։
Կարող է ուզում է կարտա մենք Եթե ուզում ես ես բացատրում եմ էվել այդ պրոյեկտը, ստե դուք ասում եք հիմա ուրա։ Հիմա ասում եք այդ մարդը հետ է տվել, չկա այդ մարդու մոտ։ Կներեք, որ ընդհանրապես խոսեցինք, կներեք։ Չէ, դուք ճիշտ եք ասում։ Դուք ասեցիք, ես էլ ձեր ասած Մենք ոչ բան չենք ասել, մենք ընդհանրապես ասում ենք, ես որպես մարդ ասում եմ, ուզում եմ կարտամ, ենթադրենք այնտեղ գրված է ինչքան քանի կիլոգրամ վարկյանում փոշի արտանետում։ Ենթադրենք ուզում եմ իմանամ, որտեղից իմանամ, իմ հարցը է դա։ Գրված է ենթադրենք գյուղից քանի մետր հեռավորության վրա է գտնում հանքը, սանիտարական զոնան ինչքան է, գնահատված է արդյոք պարտված առողջության վրա ազդեցությունը, որտեղից իմանամ, իմ հարցը մենակ է դա։ Պարոն Գալստյան, ինչ չեք ասում, մենք հայտարարություններ գրել ենք, որ Ես քանի որ գալու էի այստեղ, ես ենթադրեցի որ ստեղ կլինի, դրանց ստեղ կծանոթանամ։ Եթե տենց է, իմաստ չունի, մենք շարունակենք։ Եթե եկեք այսօր հետաձգենք, մենք արդեն բերենք պրոյեկտները, տանք ձեզ, դուք նախորդ ծանոթացեք։ Չէ, թող ծանոթանան, ես դեմ չեմ։ Չէ, համենայնիվ լսում են դեռևս կա։ Լսում կա դեռևս, ուրեք այս ժամանակ։ Գործնեության վերաբերյալ հիմա կարծիքները հայտնեք, թող դա գրանցվի, թող դա արձանագրվի։ Մյուս լսման ժամանակ էլ արդեն համաձայն օրենքի կներկայացվի եւ կարծիքները եւ պրոյեկտը։ Գիտեք ինչ է, ես այստեղ ոչ մի առանձնապես Ուրեմն ասած սա դեռ վերջի չի, էլի։ Այո, նախ վերջը չի, մենք էլ ստեղ ենք, մենք էլ չենք անհայտանում։ Եվ թող նախորդ դուք պարտավոր եք նախորդ ծանոթանայիք նոր գայիք ստե, դա իմ կարծիքն է։ Որտեւ եթե ես միտեղ գնում եմ, ես նախորդ ծանոթանում եմ։ Այո, ճիշտ է։ Մենք փորձեցինք 3 օր ծանոթանալ, չգտանք Ես զանգեիք փորձագետներին, մասնագետներին որ դրված է, բայց ես չեմ ուզում կամ ձեր մոտ ցեսից ու տեղություն տամ, կներեք, եք որ կա ուզում եք մենք Չէ, զանգել ես չբերեի ձեզ։ Դու չեմ ասել, ես կայքում դրված է եղել, միշտ կայքում չկար դրված, Չէ, հիմա դուք ասում եք, են չեմ ուզում, չեմ ուզում, Ես ձեզ ոչ բան չեմ ասել։ Հիմա կարելի է որպես փորձականության ընթացակարգեք լսենք հասարակության հանրության կարծիքը երրորդ հաջորդ փուլում Ոչ բան չեմ ասում, ես մի հատ հարցը մենակ մի բանում եմ։ Այս գյուղացիներն են մասնակիցը, իրանք չեն կարող ծանոթանալ այդ նախագծին։ Իմ ասած Բայց դուք հարցրեք, դուք ասում եք ծանոթ են այդ աշխատանքներին։ Հիմա դուք կարծիք ես Բացի չեմ այլում, ես ասում եմ ինքը չի կարող ծանոթանալ։ Դուք արդյոք հասած Դաշնա տարեվարի ծանոթ են այդ աշխատանքին, դաշնասերից չեն կարող ծանոթանալ։ Նոր չի կարգով օրենքով, ես կարգով օրենքով եմ ասում մենակ, այդ այն ասած եմ։ Ուրեմն իմ կարծիքը այն է, որ եթե դուք ուզենայիք ծանոթանայիք այդ փաստաթղթի հետ, դուք ժամանակ ունեիք, դուք պիտի զանգ տայիք այդ փաստաթուղթը ստանայիք, ծանոթանայիք, նոր այսօր գայիք։ Հիմա այսօր եկել եք ստեղ, ասում եք տվեք, մենք էլ ձեզ ասում ենք, այսօր այդ փաստաթուղթը ստեղ չի։ Եթե նորից եմ ասում, ձեզ պետք չի սա այսօր։ Ես ասում եմ, եկեք այսօր հետաձգենք Մենք թող ոչինչ Եվ առաջի անգամ չի ելել, ես ասում եմ ինչի համար, փաստաթուղթը տակ թող մարդը ծանոթանա, շատ է ուզում ծանոթանալ։ Բայց մենակ մի մարդով չի, Ճիշտ ասել նա երաշոտումն է։ Փաստաթուղթը օրենքով է, բայց այդ մարդկանցը պետք է, այո ոչը։ Մենք գիտենք խոսք իրավի քանի 15-16 տարվա ընթացքում ինչ օգուտ է տվել, ինչ վնաս է տվել։ Վնասը չունենք, բացի օգուտից։ Ինչքան կար իմ ճիշտ ասել պարոն Շուշանյանը, որ ավելի լավ կլինի այդ ծմրվա ժամանակին հիմնարկը աշխատի։ Այսօր միայն այդ որ խոսքիրան ամռվա սեզոնին ավելի շատ ջրով խոսքիրան ճանապարհներով ապահովի այդ փոշի գյուղը վնասը չունի։ Ջրի համար մենք սկի ամռվա սեզոնին չունենք հնարավորություն որ ջուրը որ ասել ինչ որ էկոլոգիա համար չկա փոշին այդ ձևի մարդիկ սպասում են այո ոչը աշխատավարձի մարդիկ սպասում են խոսքիրան աշխատանքի։ Մի պրոյեկտի, մի թուղթի, մի փաստաթղթի համար Վերջնա ընթացքում չունենք կլինի մնացած հարցերը ինչ որ պետք է ժողովրդի հետ կապված ձեզ ձերա տալիս աշխատանքը ինչ եկամուտ ունենք ինչ ստեղծել ձեր տան համար ձեր երեխեքի համար այդ երկու հարցն է առաջի հարցը դրել եք այդ փաստաթղթի վրա չունենք կլինի այդ էլ մի հատ խոսքի վրա թերություն ոչ մնացածը դուք ժողովրդի հետ իրանց օրենքը մեր գյուղապետն է որնի կլինի ինչ որ մի հատ պրոբլեմա բա կդմի
Նայրաշոտ ունենք, դեմ էին խոսքերան ղեկավարության զավոդի։ Կարծիքը ժողովուրդը Այդ քթորան հիմի կգնանք ելես ձեր անիմաց ծրուսներից։ Աստատու պատ չկա։ Չկա կնի։ Գործունեության վերաբերյալ ձեր կարծիքը Չկա տանդերը Մարդկանց կանչել ենք։ Դա գործնական վերաբերյալ թողամեն Կարեն մի րոպե, մենք ժողովրդին կանչել ենք, չէ։ Թող մարդիկ իրանց կարծիքը ասեն։ Ես որպես այդ հիմնարկի գլխավոր տնօրեն, ինձ շատ հետաքրքիր է, թե մարդիկ ինչ առաջարկ կտան։ Կարող է ինձ ասեն, տնօրեն, փակեք ես հանքավայրը, մեզ խանգարում է, մեզ վնաս է տալի, չենք կարող շնչենք, հիվանդանում ենք, չգիտեմ ինչ, լսենք այսօր։ Կոպեկ չունենք, որ այսօր մեր ջահելները լրի մնացել են դրսում կանգնած։ Ինչի համար։ Թող զավոդը բացան աշխատեն։ Ուրիշ վնաս չի տալի։ Ուրիշ մարդիկ կոնկրետ։ Ասում ես առաջի անգամ չեմ շփվում։ Մարդկանց հետաքրում է աշխատանք ունենան, աշխատավարձ ստանան, կարողանան իրենց հոգսեր հոգան։ Ես ինչի եմ, մեր հանքում հիմնականում արտանիշի գյուղացիք են աշխատում, մենք ուրիշ տես աշխատող ունենք ստեղ, շատ քիչ մարդ ունենք աշխատող, մի քանի հոգի։ Հա, հիմնականում աշխատում են տեղացիք, ընդհակառակը ես շատ կուզենայի, որ հանքավայրը ընդլայնվի, նոր աշխատատեղ ստեղծեն, բայց այսօր ես էլ այդ հնարավորությունը չունեմ։ Մարդիկ խնդրում են, ասում են ընդունենք աշխատանքի, աշխատանք ունենան, մենք էլ չունենք այդ հնարավորությունը, որտեղ ոչ մի նորություն իմ մոտ չկա։ Փաստորեն մենք եթե սենց գնա, կարող է ցեմենտի գործարանը նույնիսկ չաշխատի։ Դա էլ ինչով է վտանգավոր, որ ես այսօր ունեմ փաստորեն 500 աշխատող, բացի դրանից որ մարդիկ կմնան առանց աշխատանքի, բացի դրանից հանրապետությունը բարձր որակի ցեմենտից կզրկվի։ Երկրորդ անգամ որ անենք, արդեն կոնկրետ փաստաթղթերը կբերենք, թվերը կհանենք, կբերենք ես ինքս անձամբ կներկայացնեմ, որտեղ մենք հազարարել ենք, որ դա անենք։ Հիմա եթե դա չի արվել, ես դեմ չեմ, թող մարդիկ ծանոթ լինեն, ճիշտ ասում մեր ընկերը, թող թվերի հետ ծանոթ լինեն, կիլոմետրի հետ ծանոթ լինեն, արտանետման քանակի, չափերի եւ այլը։ Բայց ես նորից ձեզ ասում եմ, մեր ժողովուրդը այդքան միամիտ չի։ Եթե ինչ-որ մի բանով ինքը նեղվի, այդ մարդը կասի, առանց ոչ մի բանի։ Կասի, որ գիտես ինչ տնօրեն կամ, չգիտեմ, Շուշանյան, Կարեն, այդ հանքը ինձ վնաս է տալի, ես չգիտեմ, ես հիվանդանում եմ, ես չգիտեմ, պրոբլեմ ունեմ, այո, իմ բերքը չի աճում լավ։ Ես ասեմ նաև, որ բնապահպանական առումով, տեսականորեն, եթե 3 անգամ արտադրողականությունը պակասում է, բնականաբար շրջակա միջավայրի վերաբերյալ նվազում է։ Այսինքն, եթե այս նախագծը բնականաբար տանում է դեպի նվազում ազդեցությանը նաև։ Իսկ եթե ամենահասարակ լեզվով ասեմ, մենք ինչ ենք անում, եթե վերցնենք ամենայն պրիմիտիվ բանը, մենք վերցնում ենք այդ քարը, ինչ ենք անում, ահում ենք այդ քարը, վառում ենք, ստանում ենք փոշի։ Ասենքն նույնիսկ իմ տարածքում այդ կալցի CO3-ը, որը հանդիսանում է որպես հիմնական մեր նյութը, դա նաև պարարտանյութ է ամեն ինչի համար։ Իմ մոտ անենց ծառերը աճում են, ծաղկում են, ես առանձնապես վնաս չեմ տալի շրջավայրին։ Իսկ իմ արտանետումները հիմնական CO2-ը։ CO2-ն էլ մեր գիտեք, որ օդի քանի տոկոսն է կազմում։ Բայց դա այնքան քիչ է, որ ես էկոլոգիայի հետ լուրջ պրոբլեմներ չեմ ունեցել, որտեղ բազմաթիվ անգամ ստուգումներ ա եղել։ Եվ հաստատքներ կա, եւ ստուգման ակտերը կա, ես ոչ մի անգամ պրոբլեմներ չեմ ունեցել։ Где-то рождаемость увеличивается, надои молока увеличивается։ Նույնիսկ ես տարածքում ունեմ ֆերմա, ասեմ ձեզ, հա, կովեր եմ պահում, մոտ այս պահին ունենք մոտ 75 գլուխ ունենք։ Եվ այդ կաթը հենց իմ տարածքի խոտը, ես ուրիշ տես խոտ չեմ էլ առնում, որտեղ ես տարածքում ցանել եմ կորենգա եւ դրանով ենք պահում մեր անասուններին։ Այդ ու մեր ընկերը ասա, մի հատ ասեք, արտանիշի բնակիչ եք, հա, ոնց է ձեր անունը։ Հայ ջան, դու քանի տարի արտանիշում ես բնակվում։ 13 տարի։ Խնդրում եմ ասա, մեր հանքի հետ կապված, ինչ առաջարկ ունես, կամ ինչն է քեզ հուզում այսօր, անհանգստացնում մեր հանքի կապված։ Աշխատենք կարողանանք յոլա
Որ ձեր վիճակը, ձեր պայմանները ավելի բարելավի, ինչ առաջարկում ես։ Աշխատենք, կարող ենք անենք, սեցո պարապությունով է կանչին։ Չեմ ուզում ասի վնասա հանգ։ Ուզում եմ ասել, սպոնսորը ինչ-որ առաջարկում է, Կարտոշկին սերմում ես, լավ ա դուրս գալիս։ Ատի, Սոցիալ բերքը, Ես 15 տարի հանքի շահագործման տեղակալվել, հանքը բացել եմ ես, ոչ մի վտանգավոր բան չկա, ոչ մի, և ժողովուրդը օգտվում է հանքը ամեն ինչով, թե տրանսպորտով, թե ցեմենտով, ամեն ինչով, ոչ մի արտանետում, ոչ մի բան չկա։ Մարդիկ աշխատանք են ուզում, որտեղ այսօր Հայաստանում աշխատանք չկա, մարդիկ պարապ են, մարդկանց հետաքրում է, ընտանիք պահելու համար ունենա աշխատանք, ստաբիլ ստանա աշխատավարձ։ Այսօր մենք այն զարգացած եվրոպական պետություններին հլա չենք ասել, որ լուրջ էկոլոգիական պրոբլեմներ ստեղծենք կամ չգիտեմ ինչ անենք։ Ես մեր բան առաջարկեմ, եթե կարող նայել։ Մի հատ լսեցինը շատ դի, քանի որ արդեն պարզ է իրանց հետ ինչ կա, ոչ խնդրում եմ միկրոֆոններ անջատեն իրենց, իրանք դուրս գա մենք ժողովրդի հետ մի հատ հանդիպում ունենանք, տեսնենք ինչ։ Հա։ Ժողովրդի հարցադրումները ես գիտեմ, կապված սոցիալ հարցերի հետ կա, իհարկե մարդկանց վիճակը Thank you.